Բարեսես Տերուսի Քահանա Գրիգորյանն եմ, Սուրբ Աստվածածի Նյութերք եկեղեցու հոգևոր շնորհներից մեկը։ Առաջի հարցին անդրադառնալով ցանկանային խոսենք եկեղեցու միավորման միասնության մասին, ինչի մասին որ հարցրեցիք։ Ուրեմն այդ իմաստով փորձեր շատ են կատարվել ժամանակի մանավանդ 5 տարերում, երբ որ ցանկացել են Քրիստոս որպես ինքը այդ եկեղեցիների մարմնի մասեր, կաթոլիկ եկեղեցի, ուղղափառ եկեղեցի, հունական եկեղեցի, հայկական, առաքելական եկեղեցի եւ այս բոլոր եկեղեցիները ասորական, այսինքն հիմնականում մենք այսպես ենք ասել արևմտյան եւ արևելյան եկեղեցիներ։ Եվ այդ եկեղեցիների միավորության համար բավականին մեր Սուրբ Հայրը ջանքեր կատարել են եւ ամենաշատ այսպես երևացող հատվածը եղել է առաջին հազարամյակից հետո, այսինքն 11-րդ դարի սկզբներին, երբ որ մանավանդ մեր Սես Լամբրոնացին ինքն այդ փորձերն է կատարում, գնում է տարբեր երկրներ հանդիպումներ ունենալով տարբեր առաջնորդների հետ ցանկություն է ունենում, որ Քրիստոսի մարմինը վերամիավորվի, այսինքն եկեղեցին որպես Քրիստոսի մարմնի մասեր եւ այդ մարմնի մասերը վերամիավորվելու համար ջանքեր խապել, բայց ցավոք հիասթափվել է, որովհետեւ շատ անգամներ ավելի շատ կենտրոնացում է եղել ոչ թե միասնականության մեկ ընդհանուր մարմնի ձևավորման հարցում, այլ ամեն մեկը որոշակի տարբերություններ, որոշակի գաղափարական եւ տարատեսակ մոտեցումներ ունենալով, նաեւ ազգայինը մեջ դրված չեն ցանկացել միավորումը ունենալ։ Եվ ի վերջո ամենաշատ այդ հիասթափությունը ապրում է Սես Լամբրոնացին իր ժամանակում, եւ այդպես մատենագիրները հիմնականում ներկայացնում են այդ փորձերի մասին տարբեր ժամանակաշրջաններում իհարկե եղել են, բայց բոլոր ժամանակաշրջանում են հենց այդ ֆիասկոն ապրումը ունեցել են։ Հետևաբար հասկացել են, որ դա մի գործ է, որ դժվար է կատարել, բայց իհարկե անհնարին չէ։ Բայց հետագայում այդ միտքը, այդ գաղափարը ավելի ասենք կենտրոնացված չդարձավ։ Ամեն մի եկեղեցի իր ուղղությունով, իր առաքինությունով ցույց կատարել այն առաքինությունը, որը որ Քրիստոսից ինքը ժառանգել է եւ այդ առաքինության մեջ տեղավորված գործեց։ Հետևաբար այս իմաստով կարելի ասել, որ ամեն մի եկեղեցի իր առաքինությունը կատարում է, որոնց հոգեբարձական գործունեությունն է մարդու, որ պիտի մարդուն ուղղորդի դեպի Աստված, դեպի երկնքի արգելություն եւ մնացած ամեն ինչը մարդու համար փորձելով կազմակերպել, որ մարդը իր կյանքը կարողանա ապրել Քրիստոսի հետ միասին։ Աշխարհի տարբեր երկրներում ժամանակակից երկրներում տարբեր իշխանություններ, կառավարություններ անընդհատ հարձակումներ են գործում եկեղեցիների վրա, իսկ այն համաշխարհային միասնությունը արդյոք չէ օգնում, որպեսզի եկեղեցիները ավելի անսասանանային եւ դիմակայային տարբեր փորձությունների։ Ես վստահ եմ, որ այդ իմաստով, որ հարձակումներից խուսափեին ավելի այսպես միասնականություն շատ լիներ, կօգներ, բայց մյուս կողմից էլ Քրիստոս ինքը ասում է, չէ, ասում է, թե ինչպես որ ինձ հալածեցին, այդպես էլ ձեզ են հալածելու։ Հետևաբար ասենք, որ փորձենք մենք ինքնապաշտպանության վիճակ ստեղծել, վաղուց հնարավոր է, հնարավորությունը շատ եղել են, որ եկեղեցին նույնիսկ ինքը կարողանա այնպիսի մի բան կազմակերպել, որ ինքնապաշտպանի, բայց դրա անհրաժեշտությունը չի ունեցել, ինչի, որովհետև ինքը շատ ավելի շարժվել է խաղաղության բերելու նպատակով, իր քարոզչությունը եղել խաղաղություն բերելու, եւ նույնիսկ ինչպես որ արդեն ասացի, կապված եկեղեցիների միավորման հետ, չնայած այդ հիասթափության, բայց ամեն եկեղեցի փորձել է իր այսպես գույր եկեղեցու նկատմամբ իր բարեհոգությունը, բարեկեցությունը ցուցաբերել։ Հիմա որ մենք դնում ենք այս եկեղեցուն, Սուրբ Աստվածածին եկեղեցուն, տարբեր տեղեր կտեսնենք, որ տարբեր եկեղեցիներից, այսինքն օրինակ խաչի վրա Քրիստոս, հայ առաքելական եկեղեցում չես հանդիպում խաչի վրա Քրիստոս, կամ ասենք ռուսական իկոնա, կամ ռուսական սուրբեր,
կամ ասենք կաթոլիկ սուրբեր։ Եվ այդ ինչ է նշանակում, որ ժամանակին է, որ Սովետ միության շրջանում է, որ եկեղեցիները այստեղ Գյումրիում հատկապես որ փակվեցին, միակ բաց եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։ Ու ինքը այդ համայնքներին, որոնք որ գոյություն ունեին Գյումրիում, ասենք ուղղափառ եկեղեցու, ռուսական եկեղեցու համայնքները, կաթոլիկ եկեղեցու համայնքները, հունական եկեղեցու համայնքները, բոլորի նկատմամբ այդ խնամքը ցուցաբերեց, որտեղ ինքն էր մնացել միակ եկեղեցին եւ իր մեջ տեղ տվեց հավատացյալներին։ Ասաց եկեք դուք էլ մեր քույր եկեղեցիների մեջ ձեր մի փոքր անգյունը ունեցեք աղոթքի, պաշտամունքի։ Սա նշանակում է, թե մենք նույնիսկ այդ հիասթափությունը ժամանակին մեր Սուրբ Հայրերի հետ փորձերը կատարել են, բայց հիասթափությունն ապրել չի ստացվել, չնայած դրան շարունակաբար կատարել են այսպես ասած սիրո արտահայտությունները մյուս եկեղեցիների նկատմամբ։ Անշուշտ, դա այդ տրամաբանությամբ կարող է ավելի այսպես պաշտպանողական վիճակ բերել, բայց հոգևոր ճանապարհը ոչ թե պաշտպանության նպատակ ունի, այլ ինքը խաղաղություն բերել նպատակ ունի, դրա համար շատ անգամներ պաշտպանողական ուղղությամբ որևէ գործունեություն լրջագույն չի ծավալվում։ Իհարկե, եթե խոսքը չի վերաբերվում թշնամուն, հարցակմանը, որ եկեղեցին պարտավոր է, որպես իր հոգևորականներն իր անդամները եկեղեցու, շատ հաճախ մենք տեսնում ենք դեպքեր, որ նույն եկեղեցու հոգևորականները դեմ դուրս գալով պաշտպանում են իրենց սրբությունները, իրենց հայրենիքը, որովհետև հայրենիք սիրել, այսինքն Աստված սիրել չես կարող առանց հայրենիք սիրելու միջոցով։ Դա հայրենիքը ցույց են տալիս։ Արդյոք ինձ եկեղեցու խաղաղասիրությունը չի, որ աշխարհում շատ ղեկավարների խանգարում է եւ ժամանակ առ ժամանակ փորձում են կայացնել այդ եկեղեցին։ Կամ ինչով պետք է եկեղեցին խանգարի որևէ պետական ղեկավարի, որ հարցակում իրականացվի եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցու նկատմամբ հարցակումը բոլոր ժամանակաշրջանում եղել է։ Մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, բայց հիմնականում նույնիսկ տոտալ ֆիզիկական ոչնչացման գնացող երևույթներ է եղել վերջի 70 տարիներին, ինչպես որ գիտենք սովետական շրջանում, բայց ինչպես որ ես ասացի, ոչ թե մենք պիտի մտածենք վրեժ լուծելու, այլ մենք պիտի մտածենք խաղաղություն բերելու, որովհետև եկեղեցու համար հատկապես եթե նայում է իր զավակների հետ ընդհանուր ժողովրդին, որպես իր զավակներ, ինքը տեսնում է իր զավակներին եւ մեկ կողմը եւ մյուս կողմը։ Հետևաբար կարող է մեկին հանդիմանել, բայց չնշանակում կատարում է իր զավակը լինելուց։ Անշուշտ, եթե այդ զավակը շատ ընկոստ է, շատ է հեռանում իրենից, բնականաբար խրատը ավելի կոշտ է լինելու եւ պատիժը նույնպես։ Եվ մեր ցանկությունն է, մեր աղոթքն է, որ մեր ազգի բոլոր զավակները այդ գիտակցությունը ունենան, որ ես մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ, որովհետև այդ նույն մայր եկեղեցին, որ նայում ենք մեր հայոց պատմության մեջ, հենց հայ բայելու դրությունն է կատարել վերջապես։ Հիմա էլ է շարունակում կատարել։ Ինչ է, ասենք օրինակ որ ասենք Ռուսաստանում կամ մեկ ուրիշ երկրներում հայ բայողը հայ պետությունն է, հայ իշխանությունն է, հայ բայողը եկեղեցին համախմբում են հայերը, հիմնականում եկեղեցու շուրջ նույն եկեղեցին գործում է դպրոցներ է սարքում, այսինքն հայկական դպրոցներ է սարքում, որպեսզի հայ լեզունը չկորի, բայց դա իր ֆունկցիան չէ, բայց ինքը կատարում է մի բան, որոնց ազգային պահպանության հարցն է, որովհետև ի տարբերություն մյուս եկեղեցիների հայ համար հայ եկեղեցին է մենակ, որովհետև օրինակ կաթոլիկի պարագային կաթոլիկ ամերիկացիները, կաթոլիկ ֆրանսիացիները, կաթոլիկ եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչ Գերմանիան, այսինքն անգլիան, անգլիկյան եկեղեցի, բոլորն էլ ասենք կաթոլիկական մեկ ընդհանուր թևի տակ են, բայց հայերի պարագայի մենակ հայ եկեղեցին է, հայ արաբելական եկեղեցին է։ Իսկ այդ իմաստով կարելի է այսպես ասել պատասխանել։